Ակնկալիքը այս մեդիա հարթակից բավական մեծ է, որովհետև ինչպես մյուս բոլոր մեդիաներից ակնկալում ես անաչառություն, օբյեկտիվություն, հետաքրքիր մեկնաբանություններ, հետաքրքիր նախագծեր, ճանաչելով մարդկանց, ովքեր այս թիմում են ներգրաված, մի տեսակ շատ մեծ վստահություն ունեմ, որ կստացվի ունենալ հետաքրքիր նոր մեդիա հարթակ Հայաստանում։ Ես ակնկալում եմ, որ այն բացը, որ կա լրագրության դաշտում հիմա, այդ հիմնական բացը հենց հասարակության շահերից բխող լրագրությունն է, որովհետև հիմա ամեն մի ճյուղ իր դժվարությամբ է գտնում ֆինանս ու հիմնականում քաղաքականացվում է եւ բնականաբար առաջնային թեմաները դառնում են դա։ Մինչդեռ լրագրությունը խնդիր ունի լուծելու հասարակության հուզող հարցերը, ոչ թե հարցեր առաջացնելը եւ այդ հարցերի քննարկումը բերելը, այլ հենց հասարակության հուզող։ Դա կարող լինի այն ամենամանր սննդի խնդրից մինչեւ առողջապահություն եւ կրթություն եւ այլն։ Այսինքն, քանի որ այդ լրագրության ֆինանսավորողներն են թելադրում, թե ինչպիսին պետք է լինի, ես ակնկալում եմ, որ վերջապես կլինի այդ լրագրությունը, որը հենց հասարակության առնչվող խնդիրների մասին է խոսում։ Իհարկե տպավորված ենք այն ինչով տեսնում ենք այստեղ, տեխնիկական հնարավորություններով, հաճելի տաղավարներով, գեղեցիկ ձևավորումով եւ կարծում ենք նոր գույն, նոր լույս, նոր որակ ու բովանդակություն կհաղորդի մեդիա դաշտին։ Իսկ ինչ բովանդակություն կուզեիք տեսնել Open Media-ում։ Բազմազանություն, տարբերվող տեսակետ, որը կհավասարակշռի մեր հանրության մոտ տեղեկատվություն ստանալու պահանջմունքը։ Եվ Գայանան եւ Դավիթ հիմբաղի մի ընկերներն են ու նրանց աչքերում պարբերաբար վառվող այդ հույսը վաղ թե ուշ հայտնվել եթերում եւ կանգնել այս երկար ու ձիգ ճանապարհի վրա վերջապես իրականություն դարձավ։ Ժամանակին երբ ես ինքս էի սկսում հեռուստատեսային կարիերան, իհարկե այստեղ ռե բառը շատ կարևոր է, ոչ Գայանեն, ոչ էլ Դավիթը չեն սկսում։ Նրանք նորից վերսկսում են եւ վերաբացում են եւ իրենց ամբողջ թիմը վերսկսում է, որովհետեւ տեսա ամբողջ թիմի մեջ գերպրոֆեսիոնալ մարդկանց։ Ժամանակին երբ ես սկսում էի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ եւ շատ բոլորիս կողմից սիրված կոմպոզիտոր Արտուր Գրիգորյանը մի անգամ հեռուստատեսության միջանցքներով քայլելիս նայեց ու շատ կարևոր խոսքեր ասեց ինձ համար, ասաց հաղորդումից պարֆյումի հոտ է գալիս։ Հիմա ես նայելով այս ամեն ինչին տեսա գրագիտություն, տեսա ճաշակ եւ տեսա շատ մեծ լույս, որը առաջնորդելու է դեպի լայն հորիզոններ ու քիչ առաջ իմ ընկերներին մի կարևոր բան ասացի, որ այս Արագաստանավը, որը կոչվում է Reopen, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու եւ դեռ շատ ու շատ արագացներ ունի բացելու եւ դեռ շատ ու շատ խարիսխներ ունի դեռ որպես բալաստ արդեն թողնելու։ Ճանապարհները երկար ու ձիգ են, թիմը ամուր ու կուռ ու ես համոզված եմ, որ Արագաստանավն էլ, որը հեծնել են նրանք, բավականին դիմացկուն։ Իմանալով իմ երկու ընկերներին, Դավիթին եւ Գայանային, ես վստահ եմ, որ Գայանն ի վիճակի է բացահայտել, տեսնել եւ բացահայտել մեր ազգի բոլոր դրական եւ լուսավոր կողմերը, ինչը շատ կարեւոր է ինձ համար այսօր մեդիայում։ Այսօր այն ամբողջ հոսքը, որ կա, լրատվական հոսքը, լրատվական ասելով ընդհանրապես մեդիա հոսքը, ես չեմ տեսնում այնտեղ մի բան, որը կարող եմ թույլ տալ իմ երեխային դիտել։ Ես վստահ եմ, որ Գայանեն կգտնի դա։ Ես վստահ եմ, որ Դավիթը իր ղեկավարած կառույցում կգտնի այն լուպայով երբեմն սիշչիկի հետախույզների պես, կգտնի այն ամենաքարևոր փաստարկները, որոնք ես պետք է իմանամ։ Կվերլուծի փորձի լինել առնվազն անաչառ։ Ես հուսով եմ, որ մեդիան կտա անաչառ տեղեկատվություն, օպերատիվ տեղեկատվություն, կլինի օբյեկտիվ եւ ժամանակին ու ճիշտ տեղում հայտնվելով կկարողանա ինձ լսարանից հասցնել եւ գերել նաեւ դեպի էկրանները եւս մեկ անգամ, որովհետեւ մենք այլևս վաղուց հրաժարվել ենք այդ մեդիան դիտելուց։ Հուսով եմ, որ սա այսինքն եւս մեկ անգամ ինձ հետ կբերի դեպի մեդիա։